Կիևը միջազգային արժութային հիմնադրամից հերթական խոշոր տրանշն է ստացել։ 1.5 միլիարդ դոլարը ըստ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի արդեն մուտքագրվել է պետական հաշվին։ Ուկրաինայի աջակցության նոր քառամյա ծրագրի արժեքը 8 միլիարդ 100 միլիոն դոլար է։ Փորձագետները նկատում են, որ պաշտոնապես սա տնտեսական աջակցություն է, սակայն քաղաքական իմաստով վստահության քվե է այն պահին, երբ պատերազմը մտնում է երկարաժամկետ մաշեցման փուլ։ Планы на 26-27 мы отримали документ. Միաժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իրենց մոտ է հայտնվել Ռուսաստանի զինված ուժերի 2026-2027 թվականների հարձակողական պլանը, ըստ որի Մոսկվայի նպատակն է Դոնեցկի եւ Լուգանսկի գրավումը, ինչպես նաեւ Զապորոժիեի, Օդեսայի մարզերի եւ Դնեպր քաղաքի ուղղությամբ առաջխաղացումը։ Զելենսկին կարծում է, որ ռուսները չեն հաջողի։ Նրա խոսքով Մոսկվայի հատկապես այս ամիս նախատեսված հարձակումները մեծապես կախված էին 2025 թվականին առաջադրված խնդիրների կատարման արդյունքից, բայց անցած տարի իր առջև դրած նպատակներին Ռուսաստանը չի հասել։ Ես չգիտեմ գարնանը հարձակում կլինի թե երբ։ Նրանք ցանկանում են հարձակվել, բայց դրա համար դեռ ռեսուրս չունեն։ Ամեն ինչ կախված է պայմանագրերից, զենքից, մեծ զենքի մատակարարումից եւ մեր իսկ արտադրությունից։ Մոսկվան շարունակում է հայտարարությունները իր ռազմական հաջողությունների մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության համաձայն ռուսական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել եւս 2 բնակավայր Դոնեցկի մարզում եւ 1 գյուղ Խարկովում։ Ռուսները շարունակում են ականազերծումը Կուրսկի շրջանում։ Ըստ Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության, վերջին 1 շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 զինամթերք է վնասազերծվել Կուրսկի շրջանում։ Կիևի պնդմանը, թե շարունակում է եվրոպական ինտեգրման գործընթացը եւ առաջիկա օրերին կավարտի Եվրամիության անդամակցության բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները, Մոսկվան կարճ է պատասխանել։ Մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել բանակցությունների բովանդակությունը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ բանակցությունների առանցքում շարունակում են մնալ տարածքային հարցերն ու անվտանգության երաշխիքները։ Մենք ունենք մեր սեփական շահերը, որոնք պետք է պաշտպանենք, եւ մեր շահերից է բխում շարունակել այս բանակցությունները։ Մենք անշուշտ բաց կմնանք այս բանակցությունների համար։ Իհարկե, մենք շարունակում ենք բարձր գնահատել Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը, բայց առաջին հերթին վստահում ենք միայն մեզ։ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը չի ազդել բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, հայտարարել է Կրեմլը։ Ավելի վաղ Զելենսկին էր ասել, որ Իրանի շուրջ զարգացումները չեն խոչընդոտի այս շաբաթ նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններին։ Հնարավոր է միայն փոխվի հանդիպման վայրը, Աբու Դաբիի փոխարեն քննարկվում է Թուրքիան կամ նորից Շվեյցարիան։ Առաջին անգամ Կիևը դիտարկում է նաև Չինաստանի հնարավոր մասնակցությունը խաղաղության գործընթացին։ Պեկինը պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ աջակցում է բանակցություններին եւ ցանկանում է, որ կողմերը ցուցաբերեն կամք քաղաքական կարգավորման հասնելու համար։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։